Մենք գտնվում ենք ըստ էության այլևս ոչ լեգիտիմ քարոզարշավի եւ ընտրությունների մեջ։ Այնուամենայնիվ մենք մեր զենքերը ճակերտավոր վայր չենք դնում, մեր պայքարը շարունակում ենք եւ մենք ունենք վճռականության, լի ենք վճռականությամբ հասնել երկրում արմատական փոփոխությունների։ Իշխանությունները չեն դադարեցնում իրենց բռնությունները։ Երեք հերթական դեպքն է եղել Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ Էջմիածնում նորից զենքի գործադրում։ Իշխանությունները երեք ուղարկի իրազեկ քաղաքացի հասարակական կազմակերպությունը ամբողջովին պատրեց իրենց ապօրինի գործնեության, քարոզչության, ընտրությունների դեմքը եւ հրապարակեց մի փաստաթուղթ, հայտարարություն, տեղեկատվություն, որտեղ զրուցել էին աշխատանքային ժամերին 134 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ։ Եվ նրանցից ճնշող մեծամասնությունում 114-ում, 112-ում մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենները ըստ էության կալիացել ցուցմունք էին տվել ապօրինության մասին, ադմինիստրատիվ ռեսուրսի անօրինական օգտագործման մասին։ Ընդ որում ոչ միայն իրենք բացահայտել էին, որ դպրոցները եւ մանկապարտեզներն այդ անօրինականության մեջ գտնվում, այլ ամբողջ շղթան։ Մարզպետարաններ, Երևան քաղաքի վարչական միավորների աշխատակազմեր, չգիտես ինչու տվյալներից մի դպրոց տվյալները հենց Քեթրին ընկերությանն էին փոխանցել Միրհան Պողոսյանի հետ կապված օֆշորային սկանդալում հայտնի դարձած առաջի հարկադիր կատարողը եւ նույնիսկ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի հետ էր զրույց եղել Գալայի կողմից, ում կինը եւս այդ ձայնագրությունների մեջ կա Կակին, որը ընտրատարածքային հանձնաժողովի անդամ է եւ դպրոցի տնօրեն, ով եւս նմանատիպ գործունեությամբ է հանդես եկել։ Եթե սա շատ հանգիստ մենք սա կարող ենք ամբողջ երկրի վրա էքսպրապոր տարածենք, ապա ակնհայտ է, որ այն ինչ մենք բոլորս գիտենք, որ գյուղապետարաններ, համայնքապետարաններ, նախարարություններ, դպրոցներ, մանկապարտեզներ, բուժ հաստատություններ, դրանք բոլորը ինչքան պետական հիմնարկ կա, մասնավոր ձեռնարկություններ խոշոր, մենք նմանատիպ տեղեկություն ենք ունեցել, ասենք Մեղրիից, Քաջարանից եւ այլ խոշոր գործարաններից, որ բոլոր տեղերում ադմինիստրատիվ ռեսուրսի անօրինական գործադրում է լինում։ Միջազգային հանրությունը, եթե ճանաչի այս ընտրությունները օրինական, ապա ակնհայտ է, որ իշխանությունների հետ ձեռք է գործում, որովհետև հենց մեր եվրոպական գործընկեր պետություններում, եթե նմանատիպ այսպիսի փաստի գոնե 10%-ը լիներ, մի քանի դպրոց կամ չգիտեմ ինչ, որ իշխանության կողմից համակարգված այդպիսի գործունեություն է ծավալում, այդ երկրում անմիջապես տվյալ իշխող կուսակցությանը գրանցումը չեղյալ կհայտարարել եւ նրան անմիջապես ոչ միայն քարոզարշավից դուրս կհանեին, այլև այդ կուսակցությունը երկար ժամանակ չէր կարող վերականգնվել։ Մենք հիմա արդեն ունենք
փաստացի ապացուցողական հիմք, որ հանրապետական կուսակցությունը զբաղված է ադմինիստրատիվ ռեսուրսի անօրինական օգտագործմամբ եւ ակնհայտ է այն ինչ որ պետք է անեն, սա նաեւ խոսում է նրա մասին, որ ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը անգործության կամ ավելի ճիշտ աչքաթողություն է անում, պարտակել է հանցագործություն, որովհետեւ սա իրենք պետք է բացահայտեին, ոչ թե իրազե քաղաքացի հասարակական կազմակերպությունը, որը ազգային անվտանգության ծառայության եւ ներքին գործերի ֆինանսավորման 0.00 չգիտեմ որի օրթական գումարն է ստանում այն էլ գրանտի տեսքով։ Այլեց իրենք, որոնք մեր հարկերի հաշվին աշխատավարձ են ստանում։ Եվ այն գումարները, որոնք արդեն որոշ դեպքերում բաժանվել են, ճշող մեծամասնությունը դեռևս խոստումների տեսքով է լինում, որ գումար են բաժանելու, իրենք սա արդեն պետք է բացահայտած լինեն, որտեղ գումար բաժանելու խոստումը եւս խախտում է։ Մենք գտնվում ենք անհավասար, միանշանակ արդեն անհավասար պայմաններում, մենք գտնվում ենք անարդար պայմաններում, մենք գտնվում ենք անազատ պայմաններում, որովհետև մեր համակիր հրամանատար Արցախ երրորդ Սամվել Բաբայանին, մեր աջակից Սամվել Բաբայանին կալանավորում են, որովհետև մենք երկրում ունենք քաղբանտարկյալներ եւ ընտրարշավի մեջ ենք մտել քաղբանտարկյալների արկայությամբ եւ նաեւ մեկը մինչև Սամվել Բաբայանը ավելացավ Արմեն Մելիքյանը, ով Սասնա ծռեր գործողությունից հետո հակաճգնաժամային խորհրդի անդամ էր։ Մենք ունեցանք հաց բերողի սպանությունը, որովհետև իշխանությունները իրենց ապօրինի երկրորդ կալանքով հասցրեցին այդ պատվարժան ուղարկի կարելի ասել սուրբ մարդու, որտեղ աստվածային պատգամ էր իրականացնում, հաց էր տանում, սիրում էր իր մերձավորին, այդ մարդուն հասցրեցին այն աշճան, որ ինքը ստիպված հացադուլ հայտարարեց 25 օր, որը անվերադարձ հարված հասցրեց իր առողջությանը։ Մենք ունենք ջրարատի դանակահարություն կրակոցներ, մենք ունենք արդեն Օձունի դեպք, մենք ունենք Երևանի Արզումանյան փողոցի դեպք, Էջմիածին, մեր գործընկեր Ծառուկյան դաշինքի անդամների նկատմամբ բռնություններ, նույնիսկ հանրապետականը հանրապետականի հետ դեպքեր, եւ այս բոլորը հատուկ է արվում, որպեսզի հասարակության մեջ վախի մթնոլորտ սերմանել։ Իրենք այս տարիների ընթացքում փոխարեն գործով զբաղվեցին բացառապես սեփական հարստացման խնդիրները անօրինական ձևով լուծելուն, որովհետև այդ հարստությունը մեր գրպանից գողացված գումարն է արագաչափերի տեսքով, ապրանքների հավելյալ գներով, ծառայությունների հավելյալ գներով, արտաքին պարտքը, որ վերցել են եւ ամեն մեկից վրա ծնված երեխայից սկսած $2000-ից ավել արդեն պարտ կա, այդ պարտքը մսխելով, ուտելով եւ դրա փոխարեն $10 միլիարդ արտահանելով, դրա փոխարեն Միրան Պողոսյանի օֆշորային հաշիվներով եւ իշխանությունը Միրան Պողոսյանին դնելով ընտրացուցակ ասում է ժողովուրդ ես չեմ փոխվելու, Կարեն Կարապետյանը ոչ մի կապ չունի, լավ խոսում է, համակրելի շարժ ու ձև ունի, բայց ինքը որոշողը չէ, որոշողը Միրան Պետրոսյանն է լինելու, որոշողը Սերժ Սարգսյանն է լինելու, որի համար բոլոր հանրապետականները գլադիատորի նման կռիվ են տալիս, նույնիսկ իրար հետ, ոչ միայն մեզ հետ, այլև իրար հետ, որովհետև կայսրը վերևում նստած հաճույք է ստանում գլադիատորների պայքարով, որովհետև գլադիատորների պայքարը բացառապես իր համար են։ Մենք չենք ուզում Հայաստանը վերածել գլադիատորական մարտերի հարթակի։ Մենք չենք ուզում, որ Հայաստանում հայրն ու տղա արդեն այդ ռեյտինգային ընտրակարգի պատճառով իրար հետ բախման մեջ լինեն։ Պավլիկ Մարոզովներ են բուծում։